Այս առանձնատանից բացի դատախազության հայցերով դատարաններում են գտնվում ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը, Հարսնաքար հյուրանոցի վարչական համալիրին Հարսնաքար հյուրանոցի քոթեջներին վերաբերող հայցը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը, նշեցի արդեն Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը, Կապավոր ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունը։ Այս ինչ որ ես ներկայացնում եմ ամփոփումներն են մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, այս պահի դրությամբ եւս 5 առանձնատան վերաբերյալ հայցեր են ներկայացված դատարաններ։ Բացի այդ, միջնորդագրերի հիման վրա 2025 թվականի դեկտեմբերից մինչ օրս այդ միջնորդագրերի կատարման արդյունքում բացարձակ նիշից ցածր 34 հողամասում ապամոնտաժվել եւ քանդվել է 86 շենք-շինություն։ Լուծվել դադարեցվել է Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից 2 պայմանագիր կրկին դատախազության միջնորդագրի հիման վրա։ Ուղղակի հիշեցնեմ, որ 26 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆի Գրիգորյանի որդու Կարեն Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները տրամաբանական է, որ որևէ իրավունք չեն ունեցել, այդ թվում վարձակալության իրավունք։ 26 թվականի մարտին ապամոնտաժվել են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստացի պատկանող առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները, թեքահարթակը, ապամոնտաժվել է նաև ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունը։ Դատախազությունը 26 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպ, բետոնե հենապատ, թեքահարթակ եւ այլ շինություններ։ Հիշեցնեմ, որ այս առանձնատունը բացի պետական շահերի պաշտպանության հայցից նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ներառված է այն գույքերի շրջանակում, որը դատախազությունը պահանջում է Վլադիմիր Գասպարյանից եւ իր հետ փոխկապակցված անձանցից։